այսօր շատ ավելի կոնկրետ հարցի մասին եմ ուզում խոսել։ Եթե մարդիկ ուրեմն մեծահասակները կհիշեն, միջին տարիքի ուրեմն քաղաքացիները ևս կհիշեն, անշուշտ, որ ինչ կար չկար սովետական իշխանության տարիներին, չկար Հայաստանի Հանրապետությունում բնակավայր, համայնք է հիմա անվանվում, գյուղ լիներ, ավան լիներ, քաղաք խոշոր կամ փոքր, իսկ քաղաքներում թաղամաս, որտեղ մշակույթի շատ հաճախ հոյակեր չենքեր չլինեին, չկար գրեթե, եթե կարեր դրանք արագ կառուցում էին։ Հիմա եթե ուզում ենք մենք գողական բարքերից հեռանանք, իսկ դա մեզ համար գողականությունը դարձել ազգային խոց, դարձել է մտածողություն, մակարդակի անկում, ուրեմն հայախոսությունը դարել է հայոց լեզվի փոխարինող բառաչուն, դա նույնիսկ Facebook-ում շատ ավելի է ուրեմն արտացոլում, մասնավորապես մի կատեգորիա կա, որին ես ձեզ ծանոթացրել եմ, ծանոթացնում եմ, ուրեմն դա ռուսական չեկիզմի մատորով թուրքի շներն են։ Սրանք ինչ լուտանք ասես, ուրեմն իրենց թույլ են տալիս լցնել ուրեմն Facebook եւ այլն, ինչու, որովհետեւ երևի իրենց դե շունը տեր է ունենում, թուրքի շուն լինի, ռուսի շուն լինի, շների տերերը երևի գիտեն, որ եթե մշակույթի եւ բարքերի անկում կա, այդ երկիրը կարող է գնալ բոլորովին այլ տեղ, որը հաջողություն չի բերի, եւ ահա սրանք կատաղաչշան նման կրկնեմ, հա, ռուս չեկիստի մեր մեջ են, ուղղակի ցավալին տա է, մեր միջի ռուս չեկիստի ուղեղով եւ մատորով հայ են, թուրքի շներ, աղավաղում են ամեն ինչ եւ կռիվ են տալիս Հայաստանի պետականության դեմ եւ նրանց դեմ, ովքեր համառորեն փորձում են եւ պիտի հասնեն լիարժեք եւ կազմակերպված հասարակության ստեղծման։ Հիմա առաջ անցնենք։ Այս մտահոգությամբ այս անգամ մենք, որովհետեւ մեր այցերը շրջաններ, մարզեր, Երևանի տարբեր վայրեր, միշտ մենք պլանավորում ենք ըստ մեր ընկալումների եւ մեր կուսակցության նախատեսումների, ինչ առաջներկություն ենք համարում, որը իմիջիայլոց գալիս է կամքի թելադրանքից, ինք իրեն չի գալիս։ Ուրեմն այցելեցինք երկու գյուղեր, որի արդյունքները ներկայացնում ենք ձեզ, ասում ենք նաեւ իշխանությունների համար, եւ ես ինչ որ մի ձևով կհասցնեմ նաեւ կառավարության անդամներին, որն է դա։ Ուրեմն գյուղերում դեռևս մնում են սովետական տարիներին կառուցված, ուրեմն ճարտարապետական արժեք ներկայացնող, իհարկե համայնքային մասշտաբով, նաև ոչ համայնքային, օրինակ Արտաշատում կա գյուղերից մեկում, ուրեմն Ալեքսանդր Թամանյանի նախագծով, թե ինչով ստեղծված մեր օպերային փոքր մակետի մշակույթի տուն, որ ինչ գիտեմ լավագույնս գործում է։ Ուրեմն այսպիսի կառույցներ կան, Տուֆակերտ, համապատասխան ուրեմն լուսավոր նախագծումներով, իսկապես եմ ասում, համայնքի մակարդակին շատ համահունչ եւ ուրեմն համապատասխանող, ես ինքս երկար տարիներ աշխատել եմ ուրեմն վկայում եմ դրա մասին, ոչ միայն ասում եմ, վկայում եմ Պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետության ֆակուլտետում, որտեղ մեր շնորհալի իսկապես լավ կրթություն ստացող ճարտարապետները նախագծում էին շատ բաներ, նաև անհատական մշակույթի օբյեկտների կառույցներ եւ այլն նախագծեր, եւ այդպիսի շենքեր կան, մեկը Ավերակի վերածված, մեկը ուրեմն Գեղարքունիքի մարզի, ուրեմն Ճամբարակի տարածաշրջանի, երևի այդպես են ասում, Վահան գյուղում, որ ահավոր բան է, եթե դուք չեմ ասում, որ սրտից թույլ եք ինչ եք և չեմ ասում, որ բոլորը Հայաստանի համար խելագարվում մեռնում են, եթե լիներ մեկը, որը շատ մտահոգ լինի, այո կխելագարվի տեսնելով այդ հոյակերտ շենքը ինչպես է ավերվել, բայց որը շատ արագ հնարավոր է վերականգնել իր ճարտարապետական կառույցով, իր գեղեցկությամբ։ Ես ենթադրում եմ, որ այստեղ կա լացիրակների մի խումբ, ես ենթադրում եմ, իհարկե կարող է սխալվել, լացիրակների մի խումբ, ինչպես Վանիկ Սիրատեղյանի ժամանակ էր, որոնք այդ օբյեկտները թողել են
չագերտավոր անտեր, որովհետեւ դրանք արժե զրկվել իրենց հասկացածը եւ մի օր սեփականաշնորեն։ Գուցեև սեփականատեր ունի, որովհետեւ դուք գիտեք, ես իշքան հիշում եմ, այսպեսի բան ասեմ, երբ որ Սերժա Ռոբերտա գողապետությունը տապալվեց, մենք լսեցինք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության շենքի տարածքը եւ սեփականաշնորհած է։ Հիմա դրա մասին այս հանրապետության ջեպկիր ուրեմն գանձարվող նախագահները չեն խոսում, թարմ եւ հին ուրեմն իրենց հարցազրույցներում։ Իսկական ջեպկիր։ Հասկանում եք ոնց է։ Հիմա այդ շենքը պիտի ճամբարակի, ասեցի, տարածաշրջանի Վահան գյուղի շենքի մասին է խոսքը, մշակույթի, տան գյուղը ինքը, եւ սա մոդելային եմ ասում, նկատի ունեցեք, այդ մոդելը պիտի գիրառել շատ տեղեր եւ վերականգնել ամեն ինչը։ Եթե գյուղը պատկերացրեք, որ լիարժեք կյանքով ապրող գյուղը անասնապահական է, սահմանամերձ գոտի է, իհարկե, եթե հաշվի չառնենք, որ Հայաստան Հանրապետությունը ինքը ամբողջապես մի սահմանամերձ գոտի է, մեր սահմանամերձ գոտին, որն է լավ չեմ հասկանում ես, ուրեմն դա Արծվաշենի ճանապարհի վրա է, ովքեր որ Արծվաշենով զբաղված են եղել, գեշեն Ղարաբաղյան առաջի տարիներին այդտեղով էր անցնում այն կենսատու ճանապարհը, որ կիսաշրջափակված գյուղի հետ համայնքի հետ կապ ուներ եւ այլն։ Հենց ճանապարհի վրա է կենտրոնական մասում։ Ես Facebook-յան իմ էջում եւ իմ ընկերները մենք մեր էջերում լուսանկարները տպագրել ենք եւ չեմ բացառում, որ դա հատուկ քանդող ունի, բայց ինքը դեռևս մնում է եւ ուրեմն նախ մարզի իշխանություններին եմ հիշեցնում, մարզի այն չի որ մարզ պետք լինես եւ չիմանաս, պարտավոր ես իմանալու, չեմ ուզում որևէ բան ասեմ, ենթադրում եմ, որ վերիպել են, չկան եւ այլն։ Ուրեմն շատ արագ այս շենքը պիտի վերականգնվի որպես ոչ կառույց, մենակ կառույց որպես պիտի վերականգնվի եւ դա նման գյուղի համար խիստ համայնքի համար խիստ կարեւոր է, որ ունենա համապատասխան իր ենթակառույցները, երաշտական, ուրեմն հիմատեխնոլոգիական, ասենք, դուք նկատի ունեցեք, եթե դուք խոսում եք ապակայի տեխնոլոգիական Հայաստանի մասին, այսօր ձեր ուրեմն բալիկները, ձեր երիտասարդները պիտի հաճախեն նման ակումբներ, որտեղ պիտի լինեն հատուկ խմբեր, տարբեր մասնագիտությունների եւ այլնի ուրեմն զբաղմունքներով։ Դուք դա նկատի ունեցեք, որ մենակ Հայաստանում չի եղել այդպես, մենակ ԽՍՀՄ-ում չի եղել, մենակ Գերմանիայում չի եղել եւ այլուր եւ ամեն տեղեր նման ակումբները խմբերով տղաների, աղջիկների կամ համատեղ դերձակներ եւ ամեն ինչ, բայց տեխնոլոգիական հիմա պարկասը, ինչպես ասում են, ուրեմն այդ էլեկտրոնային ուրեմն հաղորդակցության եւ օգտագործման բոլոր միջոցները կան, որտեղ երեխաները կծանոթանան եւ այլն։ Էս մեկ, երկրորդը, ուրեմն սա խիստ անհրաժեշտ է, ուրեմն երիտասարդների կյանքը կազմակերպելու համար։ Երկրորդ մշակութային օբյեկտները նշանակում է, որ այնտեղ աշխատողները աշճանաբար կլինեն նախ կրթված, երկրորդ ինտելեկտուալ եւ մեր համայնքների տեսքը կփոխվի եւ միայն անասնապահներ եւ չգիտեմ առևտրով զբաղվողներ կամ գյուղատնտեսությամբ զբաղվող մարդկանց համար չի լինի։ Ես ասեմ հետեւյալը, որ ուրեմն այսպիսի պատկեր կա շատ տեղերում, կառավարությունից թվում է, որ այն դպրոցաշինության լայնածավալ ծրագրից հետո կամ զուգահեռ հետաձգել չի կարելի, որովհետև այդ շենքերը քայքայվում են եւ չարակամներն իրենց նպատակներին երևի հասնում են եւ համայնքի ղեկավարները պարտավոր են դրանով զբաղվելու, ուրեմն դրանց հետագա քայքան պիտի կասեցնել, վերականգնել եւ գյուղերին տալ ուրեմն իսկական բնակավայրի տեսք։ Ուրեմն ասեցի Վահան գյուղի մշակույթի տան մասին է խոսքը, ուղղակի ասեմ ձեզ, նայեք կտեսնեք համայնքի մակարդակով ինչ հոյակարդ շենք է եւ ինչպես նա կզարդարի, այդ պետք է նկատի ունենաք նաեւ ծնողների համար եմ ասում, որ եթե ձեր երեխաները սկսեն հաճախել նման բարեկիրթ կազմակերպված գեղեցիկ շենքեր,
վստահ եղեք էր ֆիզիկական իմաստով նայեք իրենք կդառնան ավելի կոկիկ, ավելի համեստ, հայրախոսությունից կեռանան, իսկ երիտասարդության համար, չգիտեմ, գիտեք, մարդիկ ոչինչ չունեն անելու, շատ հաճախ պատերի տակ կանգնում են եւ այսպես եւ դուք գիտեք նաեւ ծխել ոչ միայն սիգարետ, այլ նաեւ թմրանյութեր եւ այլն։ Բարձր որ իմ ասածը Հայաստանի Հանրապետություն մաֆիայի գողապետության եւ երկրի թալանով զբաղվող սրիկաների շահերին խիստ հակադիր է, եթե սեփականատերերը լինի։ Եվ առասարակ պիտի կառավարություն երևի քննի, ազգային ժողով քննի, պատժի բոլոր նրանց, ովքեր Հայաստանի Հանրապետության մշակութային օբյեկտները կամ դիտավորյալ մերձրել են կամ սեփականաշնորհել։ Բոլորը մի օրենքով պետք է հետ վերադարձվի ժողովրդին, որոնք կդառնան նաև թատրոնի, կինոյի, մի զարմացեք, ուրեմն թատրոն ինքնուսույց խմբեր, շատ բան կա էլի տեխնիկական հագեցվածության, եւ դրանք կենթանի օրգանիզմներ կարող են դառնալ։ Ուրեմն մեզ համար երեք տեղի օրինակ եմ ասելու, ուրեմն մյուսը Անիպեմզա շատ հռչակավոր, շատ հայտնի Ավանն է, խսեն տարիներին էստեղ եղել է հզոր քարի արդյունաբերություն, քարի արտադրության ցեխեր, կարծեմ գործարաններ, համապատասխան օբյեկտներով, բուժկետ, հիվանդանոց հավանաբար, որտեղ բանվորական ավան է եղել, եւ կատկից, որը քարը տեղափոխել է անծայրածիր երկրի տարբեր տարածքներ, հիմա քար հանքերը կան, իհարկե այն մասշտաբները չունեն, այն ամեն ինչը չկա եւ գյուղը խեղճացած Ավանը անշուք, իսկապես անշուք, եթե ճամբարակի շենքից քեֆներդ գալիս է, եթե երևակայություն ունեք, ասենք պատկերացնեք 1957 թվականին շահգործման հանձնված շենք, ինչքան գեղեցիկ տուֆակերտ այդ կլներ, դուք Անիպեմզան դա չեք տեսնի։ Մի անտեր կազարմա, ռուսական կազարմա, որ ժամանակին կառուցել են, բայց բոլոր դեպքերում մշակույթի տուն է եղել։ Դռները փակ եւ այլն, դուք դրան ծանոթ եք նման շենքերի, ասեմ ձեզ, ովքեր որ չեն տեսել, նման շենքերի դուք ծանոթ եք սովետական հին ֆիլմերից, երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում եւ ուրեմն բոլորը գնացել են ռազմաճակատ, ախորը փակ է եւ վերել մեծ կողպեկ գծած։ Այսպեսի մի խոսքով շատ տխուր եւ ուրեմն այլանդակ մի պատկեր է մանավանդ բանվորական ավանի համար, որտեղ կյանքը շատ դաժան է, ասեմ ձեզ, եւ մարդիկ փոշու եւ այլնի մեջ զբաղված են քարհանքով։ Եվ քարհանքով զբաղվելը չի նշանակում, որ մարդիկ մշակութային եւ այլ կյանք չպետք է ունենան։ Ուրեմն եմ իմացածը, որ հարցուփորձ են կարել գյուղում չկա, ուրեմն նույնիսկ խանութ չկա, առևտրի օբյեկտ չկա, ինչ ասեմ, մնացածը շենքերը կիսադատարկ, կիսաբաց պատուհաններով, ուղղակի շատ ոնց թե պատերազմից, ռմբակոծությունից նոր դուրս եկած մի բան է, իհարկե Անիպեմզան աղքատացել է եւ այլն, բայց նաեւ աշխատատեղեր կան, հիմա ինչն է հարցը։ Հիմա պիտի ուղղորդել նաեւ աշխատանքը, ավանները պիտի վերականգնվեն սահմանի վրա եւ գրավչություն ունենան։ Այս շենքը ոչ մի գրավչություն չունի, ասեմ, ի տարբերություն նախորդի, բայց եթե դա է, այդ մշակույթի տունը պիտի վերականգնվի եւ նորից երիտասարդներ, երեխաներ, ում փորձեցի հարցնել, ում փորձեցի Կիրակի օրը խոսել, զարմացան եւ այլն շենքի տեղը չէին էլ իմանում, որտեղ շենքը ոչնչով չի տարբերվում մնացածներից իր անշուկությամբ, հետո մեկ ասես, որ այս շենքն է, որ մշակույթի շենք է եղել, ուրեմն այսպես։ Ու շարունակենք բարեկամներ, սա անթույլատրելի է, ես ընդհանրական բաներ կասեմ, սա անթույլատրելի է եւ կառավարությունը պիտի միջոցներ գտնի, համայնքներին օգնի, համայնքներին բարտադրի, նաեւ այս իմ հաղորդումները, ովքեր որ նայում են, ասենք ես կարող եմ ասել, տարբեր երկրներում, Ռուսաստան, Միացյալ Նահանգներով իմանա, Ավստրալիա, չգիտեմ, հայությունը հիմա աշխարհում է ամեն տեղ է, հայությունը շատ տեղերում ոտի է կանգնել, մեջքերը շտկել են, նաև այսպես շատ
բնակավայրեր կան, որտեղ եկեղեցիներ են կառուցվել, որտեղ մշակույթի տներ են վերականգնվել, եւ ասենք որևէ բարերար իրենց գյուղից հիմնականում, ասենք ենթադրենք Գլենդեյլից կամ չգիտեմ Ֆրեզնոյից որևէ կառույց կառուցել է, ասենք իրենց գյուղում, նվեր իրենց գյուղին։ Արդյոք դաշտում այդ օրինակները մենք տեսել ենք։ Հիմա Անի Պեմզայի չկա, որը մի մեծահարուստ, որ կունե իրենց երեխաների, իրենց բնակավայրի, նաև հարատևության համար, որ ուրեմն դպրոցը չի մենակ, որ դպրոց չի կարող այդ խնդիրները լուծել, պետք չի բլեֆով զբաղվել։ Մշակույթի տունը վերականգնել մի հատ փառահեղ շենք, թե մեր ժողովուրդը սովոր է, թեկուզ հիմա հոր անունն էլ վեր են դնի, չնաճատաճախ շենքերի վրա դնում են իրենց հոր անունը, հերնել բարձում են, որ բանով աչքի չի ընկել, բայց հանուն Հայաստանի Հանրապետության ուզում եք հարևանի հոր անունը դրեք, բայց վերականգնեք, երիտասարդությունը մեզ պետք եւ մարդիկ նաեւ ուրեմն կենցաղային պայմաններ կարծեմ այստեղ խմելու ջուր չկա եւ այլ, բայց մարդիկ քարհանքով զբաղված են, գիշեր-ցերեկ աշխատում են, հետո էլ ասում են գնում են։ Հիմա այն ժամանակները չի, որ չենք կարող, հիմա կարող ենք վստահ եմ։ Եվ հետո այդ ճանապարհաշինությունը այնտեղ ուրեմն տաճար գնացող ճանապարհ կա, մինչև Անի Պեմզա մտնում եք, հետո մինչև այդ ասֆալտը բերած հասցրած է։ Այդ ում ձեռը չի գնացել Ավան մինչև վերջ 1 կիլոմետր կամ 800 մետր էլ ասֆալտը շարունակել կառուցել է։ Գողանալու որ լինեն հաստատ 2 կիլոմետր գողացած կլինեին։ Բան է, վերջանում է տաճարի մոտ ուրեմն ասֆալտը, չեմ իմանում, սա մենք մեզ ասում ենք, որ այո, հին քաղաքակրթություն ենք, ես եմ շատ իրականում, մենք սովետական միությանը տվել եք 300,000 զոհ, ձեր գյուղերին տվեք կենթանություն կյանք մշակույթի մի տուն, նրան գլուխ մի գովեք, որ ռուսների համար զոհվել եք 300,000 մարդ, մասնակցել է 600, ինչի եք զոհվել որ, հիմա գոնե զոհվելը փոխարեն ամեն չգիտեմ ինչ-որ ձև կտեք, օգնեք ձև ուրեմն համայնքներին վերականգնվեն, համեր երկիրն է, չէ, ուրեմն այսպես ասեմ, եւ առանց բան եմ ասում, հիմա մեկն էլ մյուս գյուղը, որ ուզում եմ ասեմ, դա որ այցելել ենք Բագրավան գյուղն է, դա Շիրակի դաշտի լավագույն գյուղերից մեկն է, գյուղի տեսքը շատ լավն է եւ այլն։ Եվ ես իմ ընկերներով 2 տարի առաջ եղել էի նորից ամռանը այդ գյուղում, այն ժամանակ շատ էի զայրացել, առաջին անգամ էի տեսել մի հոյակերտ մշակույթի տուֆակերտ շենք, որը չես իմանում ում ձեռքով ինչ վիճակում է։ Արևմտյան Հայաստան որ գնաք նկատի ունեցեք մշակութային օբյեկտները քրդական նախաձեռնությամբ այդպիսի վիճակի հասցված տեսքի կան, որ չես էլ իմանում ինչ է։ Նույն Վահան գյուղի մշակույթի տան նման իսկապես նախագծային շենք է, տուֆակերտ է, բայց խայտառակություն է։ Դռները երկաթե ճաղերով, կողբեկը ժանգոտ գցած, եւ այսպես, եւ երիտասարդներ գյուղում, որտեղ մենք հետաքրքրվեցինք շատ լավ մեր երիտասարդներից զրուցեցինք եւ այլն, ինչու եք դուք ուզում որ մեր ժողովուրդը խեղճ ու կրակ լինի, հա։ Ինչը, իրիկուն ինչ է կանում, ինչ պատասխանել, ինչ են անում, ոչ են ասելու, պատի տակ կանգնում ենք, սիգարետ ենք ծխում, ուրիշ ինչ անենք, մեկն ասեց ինչ անենք, ասեք, բանակ սպասում ենք, բանակ գնանք, ինչ անեն, ուրեմն, այդ դուք շենքերը փակեք, մի օլիգարխ, մի սրիկա, մի գողապետ, որի պարագլուխը երկորը բարբաջում է, հա, Հայաստանի հաջողություններից, գիտի իր գողության հաջողությունը Հայաստանի հաջողությունն է։ Եվ ահա մի ժողովուրդ, որը այդ վիճակում ապրում է, ինչ եմ ուզում ասել, բայց շենքերը նաև իրենք ճարտարապետական կառույցներ են համայնքային մասշտաբով, գուցե եւ ոչ համայնքային, հանրապետական։ Ուրեմն սա էլ էսպես էլի, մաքրել է պետք։ Հիմա նաև համայնքի պետերին եմ ուզում ասել, դուք հնարավոր չի ձեր ավականիների հետ այնպիսի երանդով մի օր շաբաթօրյա կազմակերպեք, դռները մաքրեք, դու չգիտեմ ինչ, հնարավոր չի, հնարավոր, բա ընտրությունների ժամանակ համայնքներում ընտրվելու համար չեք իրար գլուխ կոտորում, որ ընտրվեք ավականի, համայնքապետ եւ այլն։ Ուրեմն դա է պետք է արվի, բարեկամներ,
ամեն ժողովուրդ, որը ինքը անկում ունի, իր խնդիրը լուծել իր գործն է, ինքը պիտի կանգնի այդ անկումը վերջացնի, թե չէ նստել աշխարհի, որ դու գնում ես համաշխարհային քաղաքականության հարցեր են քննում եւ վարչապետի հարցն են քննում։ Ուրեմն վարչապետի հարց չի լինի, պաշտոնը վերացնենք, տեսնենք ինչ է կանելու, ինչ է քննելու։ Այս իշխանություններն են, դրանց այդ բարակլուխներ մի քանիսին ձերբակալեք, վերջացնենք։ Այս ժողովուրդը չզբաղվի դրանցով, հասկանում եք ոնց է։ Ամեն հանցագործություն վերաները կա, բայց կույսի տեսքով նստում են սուրբ ուրեմն ձևանալու իրենց բանով էլի, պապաներին կանչում հեռավոր հյուսիսից կամ հարավից, ինչ տարբերություն։ Ուզում եմ ասել Ժորժ ջան, մեր երկիրը վերականգնել մեր գործն է, ամեն մարդ իրենը պիտի անի եւ այլն, այսքան ուրեմն ես կարծում եմ, որ կառավարության անդամներն են մեր հաղորդումը լսում, ընդհանրական ասել, պիտի առանց որևէ բանի կառավարությունը մի շրջիկ հանձնախումբ ստեղծի, հավանաբար, դա շատ հեշտ է, ոչ թե մարզպետարաններին հանձնարարի, այլ շրջիկ հանձնախումբ գյուղ առ գյուղ մանգա, մարզ առ մարզ եւ արձանագրի, թե ինչպիսի մշակութային օբյեկտների վերականգնման հարց ունենք, ինչպիսի եւ դա դպրոցի հարցը չի, մուսուլման գազի հարցը չի, այլ ժողովրդի հոգեվոր մշակութային վերականգնման հարցն է, որտեղ կյանքը պիտի եռա։ Հիմա ես ասեմ հետևյալը նաեւ 1920 թվականին Թուրքիան, երբ մենք իրարից պատերազմով ուրեմն մենք ջնջխվեցինք ռուսների ցանկությամբ հայ տագանքի կարսը հանձնելու արդյունքով, ինչպես Շուշին հանձնեցին, իմացեք 20 թվականի հոկտեմբերի 30-ին թուրքերին կարսը հանձնել են հայ տագանքները, որտեղ Մոսկվայից այդպիսի հրաման ցանկություն ունեին։ Մինչև մի այդ հարցը չի բարձր, բայց ուրեմն այդ շրջանում Թուրքիան եւ Հայաստանը քայքայված որպես երկրներ մոտավորապես նույն վիճակի մեջ էին, նույն մակարդակն ունեին։ Հիմա համեմատեք, գնացեք արևմտյան Հայաստան, տեսեք դպրոցներ եւ այլն։ Ես չեմ ուզում գովեմ, այդ այն չի, բայց տեսեք ինչ վիճակ են, համարել չեմ ասում կենտրոնական Թուրքիա եւ այլն։ Բայց ինչ եմ ուզում ասել, նրանք ուր են հասել, մենք ինչ հարց ենք քննում, ինչ ենք անում, մենք հիմա ազգովին որոշում ենք, կարողանում են մի գող հավազակ, որ երկիրը տարել է փագուղի, իր ծննդավայրը օգնել է, որ Ադրբեջանցուն հասնի, ազգովի քննում են, պիտի պատասխան տա, թե չտա, դա էլ ընկեր ձեռ է առել, աշխարհում այդ բան է բացադրում, հասկանում եք ոնց է, հիմա անցնենք, հիմա այս վիճակում դրանք պիտի վերականգնեն, բայց ինչու Թուրքիայի օրինակը հիշեցի հետևյալը, պատճառով, Քեմալական Թուրքիան փորձ է, բոլորն էլ փորձ է, մանավանդ որ այդ երկրի հետ ուզենք, չուզենք հարաբերվելու ենք, շատ հարցեր ունենք, որ նաև պիտի լուսավորվենք եւ այլն։ Ուրեմն, որպեսզի այդ երկիրը վերականգնեն, ժամանակին անգրագիտություն, դժվար կյանք իրենց առումով ինչ-որ էր եւ այս ուրեմն Թուրքիայի կառավարությունը ամբողջ Թուրքիայի մեջ ստեղծեց ուրեմն ժողովրդական տներ, մշակույթի տներն են, ժողովրդական տներ, որոնք դարձան այնպիսի երկիրը զարգացնելու, այնպիսի կենտրոններ, ինչպիսին ես ցանկանում եմ հիմա, որ Հայաստանի Հանրապետությունում բնակավայրեր, քաղաք, գյուղ կարևոր չի, որտեղ որ եւ բոլոր տեղ պարտադիր լինեն հոյակերտ մշակույթի տներ, որտեղ մեր հատկապես երիտասարդությունը հավաքվի եւ այդ փողոցից դուրս գա, հասկանում եք, այս պայմաններում նման վիճակում մեր երիտասարդությունը ստիպված է գիշերը երեկոն դուրս անցկացնելու պատի տակ, իսկ մինչդեռ մշակույթի տները լուսավորություն է եւ այսպես նման բաներ են Ժորժան եղած, այսպեսի բաներ առանց բանի, թե չէ նստենք Արգենտինայի հարցը քննենք, Քոչարյան Ռոբերտի հեքիաթները լսենք, Սերժ Սարգսյանի նռնռոցները լսենք, որ իրենք խաբար չեն, որ բանակը կողոպտվում է իրենց բանակը, թե բանակը ուր է, իրենց գեներալներն ուր են, կռվի ժամանակ, իրենք ուր էին եւ Ստեփանակերտում ինչ ունեին անելու եւ ով էր իրենց գործուղել այդ Ստեփանակերտ այդ օրերին ռազմական գործողության
գոտում ինչ իրավունքով եւ ինչ գործ ունեին Հայաստանի Հանրապետության դյուժին նախագահները։ Ինչու հարց է, պիտի պատասխանեն թե չէ, ինչ էին անում, ով էր կանչել, Պապան, ասել էր գնացեք հանձնեք, կազմակերպեք, որպես Հայաստանում իշխանությունը տապալեք, որովհետև հաջորդ չդունեն անկախ եւ ազատ պետականություն, Արցախի հերձներ հանեցած Թուրքին են տալու, իմացեք, այլ լամուկներ։ Հասկանում եք, հիմա եկել են բաներ են բացատրում, առաջարկում եմ դրանք չլսել եւ չմեկնաբանել։ Հիմա էլ իշխանություն են ուզում, հայ են, որ ասում են էլ հետ է մնում։ Հիմա այսպիսի բաներ, սա ինչ է ուզում ասեմ, Ժորժ ջան, այս բոլորը պիտի արվի առանց բանի, եւ ես ուզում եմ հիշեցնեմ մի բան, որ մենակ մեզ հետ չի, որ այսպիսի վիճակ է եղել եւ հայտնվել ենք ճգնաժամի մեջ, բայց մեր ճգնաժամը ոնց որ թե հետ գնալու միտք չունի, որտեղ կարգին կարծես թե չեն գտնում երկրի վերաշինության գործերին։ Եղած է բոլոր դեպքերում, իհարկե շատ բան արվում, իսկապես արվում է։ Այդ ինչի որ այո ճանապարհներ կառուցվում են, որ չկային, դպրոցներ վերականգնվել են, շատ տեղեր, որ վերականգնվել են, բայց հերթը այսպես է, կարծում եմ, որ կառավարությունը պլանավորման որոշակի տարրեր պիտի կիրառի Հայաստանի Հանրապետությունում։ Շուկայական տնտեսությունը չի նշանակում, որ չի կարելի կիրառել նաև որոշ ոլորտներում պլանավորում, ասեմ, այստեղ քաղաքագիտական ինտերվացիա։ Մենք պիտի բոլորս հասկանանք, որ պետության իհարկե իդեալ նպատակը հռչակած է դեմոկրատիան, ժողովրդավարությունը եւ կարծում եմ անփոփոխ է, անվերադարձ է, այդպես պիտի լինի, քանի ուրեմն Ղարաբաղյան կլաներ պատերազմ դրա դեմ իրենց ուրեմն հոր ղեկավարությամբ։ Ուրեմն մենք գնալու ենք ժողովրդավարության ճանապարհով, բայց այդ ժողովրդավարությունը չի տրվում մեկընդմիշտ եւ միանգամից։ Պետությունները քաղաքագիտության տեսության բացատրությունով եւ այդ օրինակը հաստատված է հարավային Ամերիկայի, հարավային Կորեայի եւ այսպես ուրեմն զարգացած հիմա աշխարհի առաջատար շատ պետությունների փորձով։ Մենք դեմոկրատական տրանզիտի կամ ժողովրդավարական փոխանցման շրջան ենք ապրում, դա հատուկ մի շրջան է, երբ որ երկիրը արագ գտնում է ինքիրեն եւ բարեփոխումները կատարվում են դեմոկրատիայի հաստատման, ուժեղացման, ինստիտուտների կայացման նպատակով եւ համար, բայց երկիրը դեռևս այդ աշխարհի չի հասել։ Այստեղ կարող են լինել ինչեր, սահմանափակումներ նկատի ունեցենք։ Ուրեմն այդ սահմանափակումները չափավոր խիստ անհրաժեշտ են, որպեսզի երկրի զարգացումն ապահովի։ Եթե դա հաստատուն դեմոկրատիա չի, ուրեմն պետք է դրան գնալ։ Ես ձեզ բոլորին մի օրինակ պատմեմ, որ կարող եք ստուգել, ընդհանրապես իմացածները միշտ կարող եք ստուգել։ Եվ այսօրվա հաղորդումը վերջացնենք, որտեղ այս հաղորդումը վաղուց է, որ ես մտմտում եմ եւ ուզում եմ, որ ուրեմն մենք լսենք, հասկանանք, պահանջենք եւ իմպուլս տանք նաեւ։ Մեր օրինակարածը իմպուլս տալու խնդիր ունի, հերում կազմակերպելը։ Ուրեմն դուք գիտեք, որ 45-6 թվականին Գերմանիան գոյություն չուներ, իր բառացիորեն չկար, նկատի ունեցեք, բառացիորեն, եւ երկիրը դաշնակիցների ռմբակոծությունների արդյունքով փլատակների տատկեր ամբողջապես, բայց Գերմանիան ունեցավ քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության կառավարություն եւ նրանք որոշակի զարգացման ճանապարհ անցան։ Հիմա Բավարիայի օրինակով եմ ասելու Մյունխենն է դա, որտեղ ես այդ նյութին լավ եմ տիրապետում, եթե ես լավ տիրապետ եի ասենք Ալժիրի օրինակը, Ալժիրից կասեին, բայց Ալժիրի օրինակը լավ չեմ տիրապետում, դրա համար եմ Բավարիայի օրինակն ասում։ Ես վերջերս կարդում էի հուշագրություն Շտրաուսի, ուրեմն նկատի ունեցեք, ես պետական քաղաքական հայտնի դեմքերի հուշագրություններ շատ ուշադիր կարդում եմ, տողատակերն եմ ուզում հասկանամ եւ կարեւորը թե ինչպես իրենց երկրները վերականգնեցին։ Եվ այսպես մի նոր անուն եմ ասում, հին սերունդ հատկապես չեկիստներ, բոլշևիկներ եւ սովետական այլ տվար աշխարհում եք հիմա կեշի որ ասեմ, որտեղ այս մարդուն ֆաշիստ են ասել, որ ինքը ֆաշիստ չի երբեք, ռուսներն են ասել,
Ֆաշիստ ուրիշը չէ։ Ֆրանց Յոսիֆ կամ Յոզեֆ Շտրաուս, դա Բավարիայի կառավարության նախագահն էր եւ ուրեմն Ադենաուերի զինագիծը հենարանն է Գերմանիա ստեղծելու ամբողջական գործի մեջ։ Նա գրում է, որ անշուշտ շուկայի մասին է խոսքը, սոցիալական շուկան, սոցիալական հարաբերությունները պիտի բացարձակ տիրապետեն Գերմանիայում եւ դա բնական է, ասում, այդպես պիտի լինի, պետությունը պիտի ազատ լինի, պետությունը պիտի քրիստոնեական արժե համակարգով ապրի, սա որտեղ ինքը քրիստոնեական պետություն է, մեզ է վերաբերում ոնց որ թե, բայց ինչ է ասում, այստեղ հակադրվում մի բանավեճի մեջ Ադենաուերին, եւ նա պահանջում էր ինչ-ինչ բաներ, եւ նա իր հուշագրություններում այսպիսի դիտողություն է գրում, այո, ասում է, որ այս բոլորը ճիշտ է, մենք պետք է շուկան զարգացնենք, ազատությունը, մոնոպոլիաներ չլինեն, օլիգարխիա եւ այլն, սրանք պետք է ոչնչացվեն կամ չպետք է թույլ տալ, բայց ասում է, որ անցման շրջանում, դա ես ասեցի դեմոկրատական տրանզիտի շրջանն է, ասում է, երբեմն հարկ է լինում, որ կառավարությունը միջամտի խախտելով այդ կանոնը միջամտի։ Ես առաջարկում եմ Հայաստանի Հանրապետության կառավարությանը երբեմն միջամտել եւ լավ միջամտել, հատկապես մամուլի ազատության բարակայով խոսքը տեղի մամուլի եւ ռևանշիստների մամուլի մասին է խոսքը, որոնց նպատակը Հայաստանում պետության տապալումն է եւ ուրեմն չափավորել այս ռևանշիստների ելույթների հեռուստաընկերություններով։ Դուք տեղյակ չեք ինչ եք անում, ժողովուրդը ներվերից չի կարողանում, սրանց դեմքը, սֆաթը, մռութը, որ տեսնում են զզվանք է զգում, հələ տեն ժողովրդի հետ խոսենք։ Եվ դրանց հերիք է էկրանների վրա խաղացնենք, ինչ է ուզում եք վերադառնալ, հասկանում եք ոնց է, իհարկե չեն վերադառնալու, բայց հարցը այսպես իրենք էլ այս շնորհքը չունեն, որ հանգիստ տունը նստեն եւ իլիգման են, ինչպես կասեր Թումանյանը, կարծեմ Թումանյանն ասում չէ, իլիգմանի, սրանք այդ տեսակը չեն, սրանք ուրեմն եթե տեսակ լինեին, գոնե Արցախ հանձնելուց մի երկու Արցախ հանձնած գեներալի ինքնասպանություն կտեսնեինք կամ մի չինովնիկի կամ դուք պատկերացրեք 8 հոգով հանձնվեցին Ադրբեջանի իշխանությունների ողորմածությանը եւ ոչ մեկը չփորձեց ինքնասպան լինել։ Եվ հիմա ընդ որում իրենց հանձնող եղել է Պուտինը, ես չեմ հանձնել, հանգարց ինձ չմեղադրեք։ Հասկանում եք, գերատասեցին Բաքվի բանդերը կան արժանապատիվ երկիր կորցնելուց, ողբերգություն կազմակերպելուց հայ ժողովրդի համար ռիսկ չարեցին, այսքան վախկոտ են, այսքան մարդ չեն եւ շնորհք չունեն, մեկը մի հոգի փորձել փախնելու փորձաներ։ Տեսել եք, չեք տեսել։ Ինչ եմ ուզում ասել, սրանք դասեր են պատմության դաժան, դասեր են եւ ամփոփեմ հետեւյալ այսօրվա Հայացք Երևանից հաղորդաշարը Հայաստանի մասին է, շահերի տեսանկյունից եւ տրվում է բացառապես Երևանից, որտեղ մենք պաշտպանում ենք Հայաստանի Հանրապետության շահերը եւ բոլոր նրանց շահերը, ովքեր Հայաստանի ազատության եւ անկախության կողմն են եւ ուրիշ կերպ չի լինելու։ Եվ մենք վերականգնելու ենք ձեզ հետ միասին բոլորով վերականգնելու ենք մեր պետության փառքը, մեր ժողովրդի արժանապատվությունը եւ բարեկեցիկ կյանքը համատեղ աշխատանքով։ Դրա համար ինչ է պետք։ Դրա համար պահանջ կա օրենքների խստագույն կիրառություն եւ գողապետության ոչնչացում բարագլուխներով, գողապետության։ Նրանք, ովքեր հայ ժողովրդի գլխին սարքել են այս բանը, իրենք նյութապես շահերով։ Բայց եթե սրանց վրա մոտ դուք բարոյականություն բան եք որոնում, չարաչար սխալվում եք։ Բարոյական լինեին այս վիճակին չէին ասցեն, հասկանում եք ոնց է, ինչ է, այսպիսի բաներ եւ պետք չի ներվայնանալ, պետք է երկիրը վերակազմակերպել եւ վերադառնալ երկրի վերաշինության գործին։ Հայաստանի Հանրապետությունը իր ուրեմն բարեկեցիկ ժողովրդով պետք է դառնա հմայիչ աշխարհի բոլոր հայերի համար, նույնիսկ արմյաշկեքի, ինչ իմանաս, մեկ էլ գիշերը ռուս ուրեմն Օլյայի հետ քննեցին, առավոտ հայ արթնացավ, ուզեցան վերադառնալ Հայաստանի Հանրապետություն եւ մենք որտեղ իրենց
կսպասենք եւ այլն, բայց ուրեմն եթե վերափոխված լինեն, այսպես ասեմ, այս է հումորային մասով էլի, ուրեմն ես կամ ստեսություն ձեզ, մենք կշրջենք Հայաստանի Հանրապետությունով եւ այն խնդիրները, որոնք համապետական նշանակություն ունեն, ձեզ կներկայացնենք, միասին մենք կքննենք մեր հարցերը։